Հարım. Արփի ո՞նց ես։ Սովորական։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Նորմալ ուղղակի անհանգստացա, որ անջատեցիր վեր չզանգեցիր։ Հա։ Դե եթե ձեր տանն էիր, մտածեցի ինչի պիտի անջատեիր հանկարծակի։ Մեր տան լինելը դեռ շատ բան չի փոխում իմ կյանքում։ Մոտ ամեն ինչ նույնն է։ Ամեն ինչ։ Ես ոչ միտեղ հանգիստ չունեմ։ Ինձ թվում է ինձ մոտ երբեք ոչինչ բան չի փոխվելու։ Ինչ-որ բան ա եղել։ Ինչ-որ բան ա ինչի։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Իմացա, որ շուտով նշանվում եք։ Շնորհավորում եմ։ Երկուսիդ էլ երջանկություն եմ մաղթում։ Դուք արժանի եք։ Հասկանում եմ ինչի չէիր ասում։ Բայց Աննան իմ ամենամտերիմ ընկերուհին է։ Ես ձեր համար շատ ուրախ եմ։ Արփի։ Չեմ ուզում, որ մտածես, եթե ես երջանիկ չեմ, ուրիշների երջանկության համար չեմ ուրախանում։ Արփի լսի։ Լավ, արամ երեխեն լացում, պետք է գնամ։ Այլոնը ինչ ես անում ստեղ։ Ինչի տատիկիդ մոտ չես բարձրանում։ Հենց էլ չասեցիր։ Տատիկը քեզ շատ է կարոտում, ինչի մոտ չես գնում։ Լավ եմ անում։ Դու ինձ ստիպելով ստեղ բերեցիր, ես չեմ ուզում մնամ ստեղ։ Դու հասկանում ես, որ մենք ենք քո ընտանիքը։ Դու բացի ինձնից ու տատիկից ոչ ոքի չունես այս աշխարհում։ Ես ակո ընտանիքը դու ստեղ պիտի մնաս, քո տունն է, սովորի Ալոնա։ Ես չեմ ուզում, որ դուք լինեք իմ ընտանիքը, ես չեմ ուզում ստեղ ապրեմ։ Բա ի՞նչ է ուզածդ։ Ինչ ես ուզում։ Ինձ կամ հետ տար Վրամի մոտ կամ Արփի։ Դու էլ ես դարել իմ թշնամին։ Դու էլ ես ուզում Վրամի մոտ գնաս։ Չնայած դժվար թե թշնամի բարի իմաստը հասկանաս։ Ինչ ուզում ես Սարա, ես չեմ մնա ստեղ, ես կփախնեմ։ Գնանք, բայց որ խնդրեմ մեքենան դու կվարես։ Ինչի։ Այսօր մեր մոտ կորպորատիվ էր մի փոքր շամպայն եմ խմել։ Ապահովության համար ուզում եմ դու վարես։ Խնդիր չկա։ Գնացինք։ Արփի այսպես չի լինի։ Ամբողջ օրը տանը փակված եք։ Գոնե երեխեքին տարայեգի։ Չէ, Ինչի՞ չէ, ես կտանեմ։ որովհետև վախենում եմ։ Վախենում ես ինչ։ Ինչից ես վախենում։ Ես կտանեմ երեխեքին այգի։ Եթե ուզենան երեխուն վնասեն։ Ինչ տարբերություն, թե ով կլինի երեխու հետ, ես թե դու։ Հետո ինչքան ես այսպես վախի մեջ ապրելու։ Ահու սարսափի մեջ ինչքան ես ապրելու։ Հա՞։ Այս կյանքը ես չեմ ընտրել։ Ինձ սա է բաժին հասել։ Միակ բանը, որ հիմա կարամ անեմ, այդ համբերելն է։ Ինչ կա։ Ինչի՞ չես ուզում երեխային այգի տանես։ Պապ, թող մնա հետո։ Չի։ Ես կտանեմ։ Ինչ ես ձեզ չեմ կարող պաշտպանել։ Պապ, չէ, քո կողքին ես ինձ միշտ վստահ եմ զգում։ Դե ուրեմն հագնվի գնանք, երեխան մաքուր օդ կշնչի։
Լավ գնանք։ Արի։ Ոնց անցավ աշխատանքային օրդ։ Նորմալ։ Բայց ես հարցնում եմ մոտ ոնց անցավ։ Կամոն ոնց անցավ։ Ես ուղղակի մտնես տպավորություն ոնց որ ես քեզ ստիպում եմ, որ դու ինչ-որ բան խոսես։ Ուրեմն մի ստիպի։ Արամին հետևերը դադարեցնում եք։ Ինքը ինձ էլ չի հետաքրքրում։ Այնպես ուզում եմ անունը թողնել քեզ գիշերային ահազի վրա վաղուց ընտանիքով էսպես չենք նստել են լավ օրերը հիշեցի որ նոր լուսո բացի Բայց այդ օրերը էլ հետ չես բերի։ այդպես մի ասա արփի Մարկը չկա, բայց փոքրիկ մարկը կա, մեր պստիկ թորնիկը, ամեն ինչ լավ կլինի։ Օրնոր լուսաբացի։ Ճիշտ ես բան։ Տեսնում ես ինչ լավ եղանակա։ Իսկ դու չէիր ուզում երեխեքին դուրս տանենք։ Հա, մամ։ Ասում եմ, չգնանք մի տեղ նստենք հետո, մի անգամից տուն չգնանք։ Չէ, պապ։ Մի քիչ նստենք ու տուն գնանք։ Լավ է։ Ես հասկանում եմ, որ դու վախեցած ես, բայց այդքան մի վախեցի, ես դեռ կենդանի եմ։ Ես չեմ թողնի, որ քո գլխից մի հատ մազն ընկնի։ Ալբերտ ուղղակի արփին իր աչքով ա տեսել ոնց է ներեխում տարել, դու էլ հասկացիր։ Կյանք է, ամեն ինչ էլ լինում է։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Միշտ կպաշտպանեմ, հասկացա՞ր։ Այնպես ուզում եմ անունը թողնել, միառնեմ ջանին։ Արամ, բայց ինչ ա եղել։ Աննա, ինչ ես արփին ասել, որ նշանվում ենք։ Չէ, դու հասկանում ես, խնդիրը նրանում չի, որ ես նեղվում եմ կամ ինչ-որ բան եմ ուզում թաքցնեմ, չէ։ Ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ նպատակով։ Արփին է քեզ ասել։ Հա, արփին է ասել։ Իսկ ես ինչ-որ սխալ բան եմ ասել, Արամ, մենք չենք նշանվելու։ Աննա, մենք նշանվելու օր չենք որոշել, չէ։ Իմաստը ո՞րն էր ասելու։ Ես չգիտեի, որ մենք թաքուն ենք հանդիպում։ Ես չգիտեի, որ պետքա թաքուն պահենք մեր հարաբերությունները։ Եթե տենց էր սկզբից ասեիր, որ թաքուն ենք հանդիպելու, Արամ։ Ինչ ես խոսում, Աննա։ Ես ասում եմ, այն ինչ որ կա, Արամ։ Ինչն է քեզ այդքան ցավացրել Արփիի իմանալը։ Եթե դու միջև հիմա Արփին սիրում ես, ինչ ես իմ հետ նշանվում։ Անիմաստ բաներ ես խոսում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ պատճառը, ինչ ես Արփին ասել։ Ինչ փորձել ես ցավացնես, թե գլուխ գովես։ Արամ, դու հասկանում ես ինչ ես խոսում։ Դու ինձ հիմա վիրավորում ես։ Իսկ դու հարցերից պատասխան չունես։ Արփին քո ընկերուհին է, չէ՞։ Հա, ասենք ընկերուհին եմ, հետո ինչ, Արամ։ Մինչև երբ պետքա թաքուն պահենք մեր հարաբերությունները։ Ես ուղղակի մի բան չեմ հասկանում։ Դու հիմա ում ես ուզում խաբած լինես, ինձ թե Արփին։ Ես նման եմ մարդով խաբում ա։ Հա, Արամ, հիմա դու ինձ խաբում ես։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ։ Ինչ ես խոսել Արփին։ Այդ քո գործը չի։ Դու չես հասկանում, որ ես։ Արամ, զգուշ։ Ջուրը ինձ արդեն սկսել է ճանաչել։ Երևի պապիկ էլ է չի ասում ասել։ Դեռ չի ասում, բայց շուտով պապիկ էլ կասի, Ալբերտ էլ կասի։ Այնպես ուզում եմ անունը թողնել։ Արփի։ Ինչ եղավ։ Ոչինչ բան։
ուղղակի ինձ մի քիչ վատ եմ զգում։ Գույնդ գցեցիր, ինչ եղավ։ Խոսիր ինչ եղավ։ Չէ, բան չկա, ուղղակի լարված օր էր։ Տուն գնանք։ Գնանք։ Գնացինք։ Ալոն։ Արամ ոնց ես։ Նորմալ։ Մտքս է ցավում։ Ցավում է։ Ոչինչ, ուղղակի շատ վախեցա։ Բայց դու ոնց որ այդքան էլ լավ չես։ Սպասի քեզ օգնեմ։ Արամ կարող է կոտրվել ոտքը։ Չէ, նորմալ է։ Գնանք հիվանդանոց։ Անասեմ նորմալ է, պետք չի։ Ես հիմա տաքսի եմ կանչում, գնանք վերջ։ Արփի հայրդ եկել է։ Իսկ բերել է այն ինչ երեխու համար էի խնդրել։ Հա։ Բայց ասում է Աննայի մեքենան է տեսել վթարի է ենթարկվել Աննան։ Ոնց։ Հա, նույն բան չի եղել, նորմալ է։ Բայց ասում է Արամին է տեսել Աննայի հետ։ Տաքսի էին նստում։ Ոնց որ եթե ճիշտ է հասկացել Աննան օգնել Արամին մեքենա նստել։ Արամ, ինչի՞ չուզեցրի, որ մնայինք հիվանդանոցում։ Որովհետև թեթև քերծված կա։ Անոթ կլներ սրա համար մնային։ Սա ինքը թեթև քերծվածքը համարում էլի։ Արամ, իրոք քեզ նորմալ ես զգում։ Հա, պապ ջան, նորմալ ամեն ինչ։ Արամ, Աննան ճիշտ է ասում։ Գոնե մի երկու օր պիտի պարկեիր։ Արմու կարիք չկա։ Արամ, ես կմնամ, կխնամեմ քեզ։ Աննա, ես հոտ ծանր հիվանդ չեմ, որ մնաս խնամ ես։ Դու էլ ես վախեցած ավելավա գնա տուն հանգստացի։ Չէ, Արամ, ես քեզ այս վիճակում ոնց թողնեմ։ Ամելով է քեզ խնամելու։ Ես կմնամ ու քո մասին հոգ կտանեմ։ Արամի հեռախոս։ Արփի։ Ալո։ Ան։ Հա, ես եմ Արփի։ Զանգել եմ իմանամ Արամը ոնց է։ Ոչինչ։ Ամեն դեպքում չուզեց հիվանդանոցում մնանք։ Ոնց իմացար, որ հիվանդանոցում ենք եղել։ Դե պապան էր ձեզ տեսել։ Պարզ է։ Դե լավ է արդեն, հիմա տանն ենք։ Լավ, ան թող շուտ առողջանա։
Լավ, ես Արամին կփոխանցեմ, որ զանգել ես։ Լավ, դե չխանգարեմ։ Անհանգստացա դրա համար զանգեցի։ Արփի։ Հա։ Մի բան եմ ուզում ասեմ։ Ես ուղղակի չհասկացա ոնց ժամանակի ընթացքում սենց ստացվեց։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, ես քո մեջքի հետևում ինչ-որ խաղեր եմ տվել։ Ինձ ճիշտ հասկացի։ Ես նման բան չեմ մտածի։ Դու գիտես, մենք արդեն խոսել ենք այդ թեմայով։ Երիքա արդարան ասում։ Ես դրանից ինձ ավելի վատ եմ զգում։ Չի ես անընդհատ նույն բան ասում։ Ընդհանրապես ինչի համար այս խոսակցությունը։ Արփի։ Դու ինձ այն ժամանակ ասեցիր, որ դեմ ես Արամի իմանա, որ ինքն է երեխայի հայրը։ Ուզում եմ հասկանամ, հիմա էլ ես տենց մտածում։ Իսկ ինչի պիտի միտքս փոխած լինեմ։ Քանի որ դու Արնոն բաժանվել եք, դրա համար եմ հարցնում։ Հիմա դու ազատ ես։ Իսկ ինչի է դա քեզ համար այդքան կարևոր։ Դու քեզ մի մեղադրի, ես եմ քեզ խնդրել, որ դու Արամին ոչ մի բան չասես։ Ու դու էլ որպես լավ ընկերուհի քո խոստումը պահել ես։ Քեզ ոչ ոք դրանում չի մեղադրում։ Ինձ ուրիշ բան անհանգստացնում։ Ես ուզում եմ իմանամ դու օրերից մի օր Արամին ասելու ես, որ ինքն է երեխայի հայրը, որովհետև եթե ասես, ես կկորցնեմ Արամին։ Իսկ ես չեմ ուզում իրան կորցնեմ։ Ան դու ինձ հիմա նենց բան ես ասում։ Ես ուզում եմ իմանամ։ Իմ համար դա շատ կարևոր է։ Հիմա երբ որ դու ազատ ես, ես չգիտեմ կյանքը ուր կտանի։ Ուղղակի այդ ամեն ինչը կբաժանի մեզ։ Դու հասկանում ես, որ այդ հանգամանքը իմ երեխան հանգամանք չի։ Ինքը մարդ է, ով իրավունք ունի իմանալու իր հայրը ով է։ Ու Արամի հանդեպ էլ արդարացի չի, որ ինքը չգիտի իր երեխու մասին։ Եթե հիմա ելնելով որոշ բաներից ես չեմ ասում Արամին, դա չի նշանակում, որ դա ճիշտ է։ Ես չեմ կարող հիմա քեզ խոստանալ պահել մի գաղտնիք, որը միայն իմը չի։ Ես չեմ կարող երկու հոգու փոխարեն որոշումներ կայացնել։ Ու իրավունք չունեմ իրենց ճակատագրերի հետ խաղալ։ Կներես։ Կներես ան։ Բայց հանուն քո երջանկության ես իմ երեխուն չեմ թաքցնելու, չեմ պահելու։ Եթե պետք լինի Արամը կիմանա, որ Մարկն իր տղան է։ Ես շատ բաներից եմ կյանքում հրաժարվել, բայց իմ երեխուն իր հորից չեմ զրկի։ Մարկը մի օր կիմանա ով է իր իսկական հայրը։ Իմ երեխան դրա իրավունքն ունի։ Եթե ես համակերպվել եմ Արամին կորցնելու հետ, իմ երեխան պարտավոր չի իր հորը կորցնել։ Ես դա թույլ չեմ տա։ Դրա ժամանակն էլ կգա։ Արփին էր զանգել։ Ինչի ինչ էր ասում։ Իմացել էր, որ վթարի ենք ենթարկվել։ Ոնց էր իմացել։ Իր պապան էր տեսել, ոնց ենք տաքսի նստում։ Հետո ինչ ասաց։ Հարցնում էր ոնց ես։ Ասացի, որ տանն ենք, արդեն ամեն ինչ նորմալ է։ Ես լսեցի, որ խոսում էիք։ Ուղղակի ինձ թվաց, որ երկար խոսեցիք։ Չէ, չկարողացանք երկար խոսել, որովհետև Արնոն եկավ։ Ասաց, որ պետքա դուրս գան ման գալու երեխեքի հետ։ Տենց ասաց, չեմ կարելի երկար խոսամ ու անջատեց հեռախոսը։ Լավ, Արամ, չես ուզում մի քիչ պարկես հանգստանաս։ Ուզում եմ։ Ես քեզ կօգնեմ։ Թողա։ Կարող եմ մենակ։
Սուտը շղթայական է։ Մեկը, որ ասում ես արդեն ստիպված ես անընդհատ խաբել։ Արամն արժանի չի սրան։ Ես անդադար խաբում եմ։ Եթե մի օր պարզվի այս ամենը, ես Արամին հաստատ կկորցնեմ։ Բայց ճիշտն ասելու դեպքում էլ կկորցնեմ։ Արամը եթե իմանա, որ Արփին ազատ է ու իրանք երեխա ունեն, ոչ մի վարքյան չի սպասի։ Ինքը վաղուց ներել է Արփին։ Հերիքը Արփին Արամին շանս տա, Արամը նորից Արփիի գրկում կհայտնվի։ Իսկ ես։ Ինչի պիտի ես միշտ սպասողի ու մերժողի դերում լինեմ։ Ես էլ իրավունք ունեմ երջանիկ լինելու։ Ամեն ինչ պետք է անեմ, որ չկորցնեմ Արամին, հատկապես հիմա, երբ ամեն ինչ լավ է։ Մենք լավ ենք իրար հասկանում։ Ես չեմ կարող այդ ամենը կորցնել։ Ես պետք է պայքարեմ։ Շատ է ցավում ոտքդ։ Նորմալ։ Ինչ ես լացում Ալինա։ Հիմա ինչ եղել քեզ։ Ես չեմ ուզում մնամ ստեղ։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, որ այդ հարցը չի քննարկվում։ Ես քո տունն է։ Ոստեղ բոլորը ովքեր ապրում են քո ընտանիքի անդամներ են։ Ստեղ լավ չի, ես չեմ ուզում ստեղ մնամ։ Ես քո համար նոր մանկապարտեզ եմ գտել, շատ լավ է։ Այնտեղ քո համար շատ սիրուն երեխեք կան։ Դու կարաս հետները խաղաս, ընկերանաս։ Ու ամեն ինչ քո համար ավելի լավ կլինի, քան հիմա։ Չեմ ուզում ոչ մի մանկապարտեզ, ես կփախնեմ ստեղից։ Ինչ ես քեզ sense պահում Ալինա։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ Արփին գա։ Ես էլ եմ ուզում։ Շատ եմ ուզում, որ Արփին գա։ Ուղղակի ինքը չգիտես ինչի չի գալիս։ Ուրեմն ինձ տար։ Դու Արփիի հետ չես կարող ապրես։ Դու իմ աղջիկն ես։ Ու ես քո տունն է։ Ստեղ ամեն ինչ որ տեսնում ես, այդ քոնն է։ Ես ուզում եմ Արփին տեսնեմ։ Լավ։ Եթե ուզում ես, ուրեմն կտեսնես։ Արփին եմ զանգում, որ հանկարծ դու չներվես։ Հարն։ Արփի բարև։ Բարև Արնա։ Արփի Ալյոնան քեզ ուզում տեսնի։ Ու ոչ ոքի չի լսում, նույնիսկ ինձ։ Դե հեռախոսատուր հետ խոսեմ։ Արփի ես չասեցի քո հետ ուզում եմ խոսա, ուզում եմ քեզ տեսնի։ Լավ Արնա։ Բեր թող այստեղ մնա, ես ուրախ կլինեմ։ Իսկ ինչքան պետք է մնա քո մոտ։ Արնո, ես հիմա Լավ, բերում եմ։ Ժպտա։ Գնում ես Արփիի մոտ։ Արփի է ձեր տան մոտ եմ։ Իջի Ալյոնայի վերցրու։ Արնո երախում ներս բեր։
Ես չեմ ուզում բարձրանալ վերևի չի վերցրու ասացի։ Հիմա Արփին կգա կգնաս վերև։ Ինչ լավն է նորը։ Ինչ է։ Ինչ ես նայում։ Սիրուն են, չէ լնա ինչ լավն է։ Դե հա, ասենք սիրուն է, բայց օրոցները ինչի տեմ պետք։ Արա մենակ օրորոցներ չեմ նայում։ Կահույք էլ եմ նայում։ Շուտով մենք ամուսնանալու ենք ու մեզ որոշ բաներ է պետք լինելու։ Այդ թվում նաև օրորոց։ Աննա, մենք դեռ նշանվելու օր չենք նշանակել, դու արդեն օրոց ես առնում։ Տողագի ծիծաղալու է։ Արամ երբեք չի մտածի, որ երեխա ունենալը քո համար ծիծաղալու կթվա։ Ինչ ես խոսում, ինչ երեխա։ Ես չեմ ուզում մտածեմ, որ դու չես ուզում, որ մենք երեխա ունենանք։ Ես էլ ոչ մի բան չեմ ասում։ Ես քեզ ուրիշ բան եմ ասում, դու լրիվ ուրիշ բան ես հասկանում։ Ալոնան քեզ շատ էր կարոտել։ Գնանք Ալոն։ Ուր է Մարկը։ Երեխան եմ ուզում տեսնել։ Մարկը քնած է։ Լավ, արդ։ Հառնա։ Ինչ ես խափում։ Ինչ ես իմ երեխուն ինձանից թաքցնում։ Ինչ ես ուզում Արնա։ Դու չես հասկանում, որ ինձանից իրավունք չունես իմ երեխուն թաքցնելու։ Ինչ ես խափում ասում, քնած այդ է միևնույն ժամանակ երեխան արթուն է։ Արնա հանգստացի մի կորա։ Տեղդ այնքան լավ է, որ քեզ զգում ես ոնց որ ձուկը ջրում։ Դու այնքան ես ռիսկ հավաքել, որ հորը չես թողնում իր երեխուն տեսնի։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Հերիքա։ Մարկը քո երեխան չի։ Կարող է դու մոռացել ես, որ Մարկի ծննդականի մեջ իմ անունն է գրած, իմ ազգանունը, Մարկի երեխան է, ու հաջորդ անգամ չփորձես նման բան ասես։ Ես ոչ մի բան չեմ մոռացել։ Դա ընդամենը թղթի կտոր է, ու դու ոչ մի իրավունք չունես, ոչ մի պահանջ չես կարող ներկայացնես Արնո։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե թղթի կտորն է ապացուցում, որ ես եմ Մարկի հերը, ուրեմն թուղթը շատ արժեքավոր թուղթ է։ Ու իմ երեխան պիտի մեծանա իմ կողքը, ու դու գիտես, որ ես կարամ հենց տենց էլ անեմ։ Մոռացի։ Ես հետ չեմ գալու։ Մենք հետ չենք գալու։ Հետ կգաս Արփի, իհարկե հետ կգաս։ Ու գիտես ինչի, որովհետև դու առանց Մարկի չես կարող ապրես։ Ինչ ես խոսում։ Ինչ պետք է անես Արնո, նորից սպառնում ես։ Ինչ պետք է անես, էլի երեխուս գողանաս անցած անգամապես։ Ես Մարկին ձեռից հետ կվերցնեմ, ու այդ երեխան պիտի իմ հետ ապրի։ Ես օրենքով կվերցնեմ։ Չէ, դու իրավունք չունես։ Ու շատ լավ գիտես, որ իմ համար անհնարին բան չկա։ Ես անում եմ այն, ինչ որ ուզում եմ։ Կարո՞ղ վերջապես գլուխդ մտցնես։ Կարո՞ղ հասկանաս, որ Արնոն ամենակարողն է։ Չես անի։ Դու նման բան չես անի։ Կանեմ Արփի, հաստատ կանեմ։ Դու ինձ լավ ես ճանաչում։ Կամ երեխուն քեզնից կվերցնեմ, կամ տուն ես վերադառնամ, ու վերջնական որոշումը քոնն է։
Արամ։ Աննա ինչ ես նեղացնում։ Ինչ նկատի ունես։ Եթե որոշել եք ձեր կյանքը իրար կապել, Արամ ջան, նորմալ է, որ Աննան երեխա է ուզում ունենա։ Պապային դրա ժամանակը չի։ Արամ ջան, այդ ձևական բաներին վերջ տվեք։ Ինչքան ժամանակ է իրար ճանաչում եք։ Կյանքի օրենք է, եթե սիրում եք, ուրեմն պիտի ամուսնանաք։ Չկա տենց օրենք։ Ես քեզ չեմ ճանաչում։ Ես վախենում եմ արդեն։ Այսինքն Լավ Արամ, համարենք, որ ես քեզ բան չեմ ասել, դու էլ չես լսել։ Այստեղ ես այն մարդիկ, որոնք որ քո կողքին կանգնած են եղել։ Մի բանի քեզանից։ Հա, պապ, ճիշտ ես։ Աննայի հետ շատ կոպիտ էի։ Լավ է։ Լավ է, որ գիտակցում ես մեղքդ։ Հեշտ կուղվես։ Ուր ես գնում։ Գնում եմ մամայիս տեսնել։ Ու չհասկացա, որ վտանգավոր է։ Հա, բայց ինչքան պիտի ես պատերի մեջ փակված մնամ։ Դրա համար էլ դրսում եմ հանդիպում, որ տեղներս չիմանան։ Կապ չունի։ Մամայիդ կհետևեն, հետո քեզ էլ կգտնեն։ Վրան մամաս իմ կարիքը ունի։ Ես անպայման պիտի տեսնեմ իրան։ Չեմ կարա իրան մենակ թողնեմ, հասկանում ես։ Դրա համար էլ ասում էի մամայիդ կողքը մնաս։ Ոչ թե հելն իր գայստե մնա իր հետս։ Դրա համար էլ դեմ էի, որ գաս։ Այս կյանքը քո համար չի։ Ու եթե եկել ես այդտեղ, բարի եղի անես ինչ որ ես եմ քեզ ասում։ Չեմ հասկանում, դու արգելում ես, որ ես մամայիս տեսնեմ։ Մամաներ մամայիդ կողքը։ Ինչ պատմություն ես սարքում երկուսիս գլխին։ Ու այն ժամանակ, երբ որ ես ու դու պատրաստվում ենք երկրից գնանք։ Առավել եւս, եթե մենք պատրաստվում ենք գնանք, ես չեմ կարա մամայիս հրաժեշտ չտամ։ Ուրեմն արա այն ինչ որ ուզում ես։ Մամ։ Արտո մերս ուր է։ Արնո տղեկն ասեցին ուզում ա դուրս գա, ասեցի թողեք։ Դու գոնե հասկանում ես ինչ ես արել։ Արնո մամայիդ հետ կապված դու ոչ մի բան չես ասել։ Ինքը երբ ուզել գնացել եկել է։ Դու կարող ես մոռացել ես մերս ինչ վիճակում է։ Ինչի տղեկից ոչ մեկ չի տարել։ Դա հետ էլ ասեցին, որ հրաժարվել է։ Ասեցին, որ տաքսիով ա ուզեցել գնա։ Իմ երեխան պիտի մեծանա իմ կողքը, ու դու գիտես, որ ես կարամ հենց տենց էլ անեմ։ Ես Մարկին ձեռից հետ կվերցնեմ, ու այդ երեխան պիտի իմ հետ ապրի։ Ես օրենքով կվերցնեմ։ Չէ, ես չեմ կարող առանց Մարկի ապրել։ Բայց նորից Արնոյի տուն վերադառնալ էլ չեմ կարող։ Չեմ ուզում։ Եթե Արնոն խլի երեխուն ինձնից, իմ հետ ինչ կլինի։ Իմ ապրելն անիմաստ կլինի։ Իսկ եթե Արնոն ասում է, ուրեմն գիտի, որ կարող է անել։ Այն ժամանակ էլ ես ուշադրություն չդարձրի։ Բայց ինքը իր սպառնալիքները իրագործեց։ Արնոն ամեն ինչի ընդունակ է։
Ան կներես։ Ես չէի ուզում։ Ինչ չէիր ուզում։ Չէիր ուզում ինձ վիրավորել, թե ասել, որ չենք կարող երեխաներ ունենանք։ Աննա, եթե մենք որոշել ենք միասին ապրենք, բնական է, որ երեխաներ էլ կունենանք։ Պարզ է։ Մի նեղացի։ Հարամ, ես ուղղակի չեմ ուզում մտածել, որ դու չես ուզում, որ մենք երեխաներ ունենանք։ Չեմ ուզում մտածեմ, որ ես քեզ ստիպում եմ, որ դու ինչ-որ քայլեր անես։ Իհարկե ուզում եմ։ Ու շատ եմ ուզում։ Ու կունենանք։ Արի մոտս։ Հարամ, ես քեզ շատ եմ սիրում։ Միակ զանգեր թող գալ։ Ալո։ Ապարտը վատացը, կինա ինչ որ ընկե, շատ վատ է ինչ որ, մի հատ խնդրում եմ։